Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Մեր հին բերդերը նման են մարտերում ծերացած զինվորների։ Փառապանց հաղթանակների հիշողությունը երբեք չի խամրում։ Չապակինվող սպիները զգացնել են տալիս հին ցավը։ Ոմանք էլ վերջին դաժան կռվից հետո ասես ընդմիշտ հաշմանդամ են մնացել։ Հեշտ չէ հասկանալ հին ռազմիկի հոգին։ Նրանք գաղտնապահ են, չխոսկան, ուրիշ է զինվորի հոգին, ու նրան համոզելը հեշտ չէ։ Վերջին պատերազմի օրերին մեր աննվաճ բերդերից մեկին փորձեցին համոզել, որ կռվի յուրայինների դեմ։ Շուշվա բերդը։ Ինչ ասես արեցին, փորեցին պատերը, նոր հրակնատներ բացեցին, ստիպեցին կրակել հայերի վրա։ Սակայն հայերը մեկ օրում ազատագրեցին այն ամրոցը, որը երբեք չէր հաջողվել նվաճել, երբ ներսում հայերն էին։ Հազարամյա այս բերդը դիմացել է ամեն ինչի, մնացել կանգուն և այսօր Արցախի արդար ոգու խորհրդանիշն է։ Գնացինք Արցախ, այս անգամ Շուշի։ Ինչպես ցանկացած տարածքային միավոր, Արցախն էլ ունի իր քաղաքական կենտրոնը՝ Ստեփանակերտը, և պատմամշակութային հոգևոր իր կենտրոնը՝ Շուշի, Արցախ աշխարհի ամենահայտնի անառիկ ամրոցներից ու հոգևոր կրթական կենտրոններից մեկը։ Տեղի խանի մոտ ջուր է գալիս Պարսից Փանախ խան։ Մեծ հյուրասիրություն է կազմակերպվում ու ворս։ Փանախ խանը հիացած նայում է գեղատեսիլ անտառներին, բնությանը ու ասում. «Ինչ հիասքանչ բնություն, իսկ մաքուր օդը կարծես Շուշից լինի, ապակուց։ Այստեղ կարելի է մի լավ ամրոց կառուցել»։ Փանախ խանի խոսքերին հետամուտ այստեղ կառուցվում է մի ամրոց, որը կոչվում է Շուշի։ Տարբեր տարիներին այս բերդաքաղաքի բնակիչները պայքարել են պարսիկների, հյուսիսային Կովկասից ներխուժած ցեղախմբերի և ապա թուրք-ադրբեջանցիների դեմ։ Այն այսօր էլ Արցախի մեծագույն բնակավայրերից է, զարգացած մշակութային, հոգևոր ենթակառուցվածքներով, հուշարձաններով հարուստ մի քաղաք։ Ամենայն հավանականությամբ այստեղ ամրոցի շինարարությունը իր հիմքում նաև ռազմավարական նպատակներ է հետապնդել։ Շուշին կառուցված է սարահարթի վրա և շրջապատված է 6-ից 8 մետր բարձրությամբ պարիսպներով։ Շուշիի հայաբնակ շրջանը տարածվում էր քաղաքի վերին մասում և բաղկացած էր մի քանի թաղամասերից՝ Բազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց։ Ընդհանրապես Շուշիի բերդը բավականաչափ մեծ է ու միշտ էլ անառիկ ամրություն է եղել օտար նվաճողների համար։ Այս ամրոցին տիրելու համար ճակատամարտեր են տվել տարբեր ազգերի նվաճողներ։ Դրանցից ամենահզորները պարսիկներն էին, որոնք 19-րդ դարի սկզբներին չէին կարողանում հաշտվել Հայաստանում ու ընդհանրապես Հարավային Կովկասում ռուսական գործոնի առկայության հետ։ Պարսկական զորքը պաշարում է Շուշիի բերդը։ 1700 հոգանոց կայազորը և այստեղ ապաստանած շրջակա գյուղերի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության։ Պարսիկները անգլիական մասնագետների գլխավորությամբ ականապատում են բերդի պարիսպները և մի քանի անգամ գրոհում, բայց հաջողության չեն հասնում։ Ավելին,
Դրան հաջորդած ժամանակահատվածում ռուս-հայկական միացյալ զորքերը բավականաչափ հաջողություններ են գրանցում։ Սկսվում է պարսկական պարտությունների մի շղթա, որի արդյունքը պետք է դառնար այս տարածքների միացումը ռուսական կայսրությանը։ Հայազգի գեներալ Մադաթովի 2000-անոց ջոկատը 1828 թվականի սեպտեմբերի 3-ին Շամխորի մոտ ծանր պարտության մատնեց Աբբաս Միրզայի 10,000-անոց զորքը։ Նույն ամսին Գանձակի ճակատամարտում ռուսական զորքերը հաղթանակ տարան և ամբողջովին ազատագրեցին Ղարաբաղը։ «1988 թվականին Շուշիում ընդամենը 2000 հայ բնակիչ կար։ Արցախյան ազատամարտի հենց առաջին օրերին նրանք վտարվեցին հայրենի քաղաքից։ Շուշին ադրբեջանական զորքերի հենագետ դարձավ։ Ազատագրվեց ու հայացավ միայն 1992 թվականի մայիսի 9-ին։ Աշխատանքն ավարտելուց հետո մեզ թույլ տվեցինք առժամանակ զբոսնել քաղաքում, հիանալ կառուցվող քաղաքով։ Այս վերջին թաղում է գտնվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ կամ Ղազանչեցոց եկեղեցին, կառուցված 1868-ից 87 թվականներին։ Արցախի մայրաքաղաքից դեպի հյուսիս տանող մայրուղով ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել այս տարածաշրջանի պահպանված ամենամեծ ամրոց՝ Ասկերանի Բերդ, որին ժողովուրդը իր հսկայական չափերի համար տվել է նաև Մայրաբերդ անունը։ Իր տարածքից առավել ժամանակին մեծ է եղել Բերդի ռազմավարական նշանակությունը, բայց այս մասին տեղ հասնելուց հետո։ Դե ինչ, գնացինք Մայրաբերդ։
Ստեփանակերտից 14 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ասկերանի Մայրաբերդն էր սպասում մեր այցին։ Քարքարի հովտում գտնվող ամրոցի պարիսպը ձգվում է շուրջ 1.5 կիլոմետր եւ Շուշիի պաշտպանության ժամանակ եղել է հուսալի եւ հզոր վահան, նույնիսկ Արցախյան ազատամարտի օրերին։ Ճակատագրի բերումով հիմնադրման պահից ի վեր այս ամրոցը դարձավ Խաչենի հարավային պատվարը, մի դարպաս, որը գրավելով հեշտանում ու կարճանում էր Շուշի տանող ճանապարհը։ Թուրքերի զավթողական ծրագիրը ձախողելու եւ Ղարաբաղի սիրտը պաշտպանելու համար այդ դարպասը 18-րդ դարից վեր է ածվել մի անմատչելի ու ամուր ամրոց հենակետի, Վարանդայի և Խաչենի գյուղերի բնակիչների համատեղ ջանքերի շնորհիվ։ Այս տեղանքում ամրոցը գոյություն է ունեցել միջնադարից եւ հարակից գյուղի հետ Մայրաբերդ կոչվել։ Ամենայն հավանականությամբ դա մայրամրոց, կենտրոնական ամրություն ու բնակատեղ է եղել ոչ միայն 17-րդ դարավերջին այստեղ ձևավորված վարանդա մելիքության համար, այլև շատ ավելի վաղ։ Ներկայում Մայրաբերդը Արցախի լավագույնս պահպանված ամրոցն է, որտեղ պահպանվել են ոչ միայն պարիսպները, այլև դեպի ջուր տանող գաղտնուղին, պաշտպանական ազդանշանային համակարգը։ Աշտարակները շրջանաձև են ու շարված են մանր գետաքարերից ու կրաքարերից, որոնք իրար են կապված կրաշաղախով։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամրոցը ներկայիս տեսքով կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ տարածաշրջան սկսում են ներթափանցել թուրք գրոհայների առաջին խոշոր ջոկատները եւ սկսվում է Արցախի համար ռուս-պարսկա-թուրքական հակամարտությունը։
Ասկերան անունը ասկյար բարի հետ ոչ մի առնչություն չունի։ Այն ծագել է կամ թուրքական Սինանոց բառից, կամ աս եւ կար բառերից, եւ աստվածային գեր բնական ծագում ունեցող քար է նշանակել։ Այս ամրոցը պաշտպանական մեծ նշանակություն է ունեցել բոլոր դարերում։ Դրա գրավումը Շուշիի մատույցներին հասնելու լավագույն ուղին էր։ Մայրաբերդ գրավելու մտադրություն են ունեցել թուրքերը, պարսիկները, ռուսները։ Միայն 20-րդ դարի սկզբին այս ամրոցը նվաճելու փորձերը սկսվել են 1905 թվականից եւ ավարտվել են 1920 թվականին, երբ հայկական ջոկատները կարողացել են թուրքերին հետ շպրտել Ասկերանից։ Հետո այստեղ կրքերը հանդարտվել են։ Տարածքը, այդ թվում եւ ամրոցը, դարձել են ադրբեջանական։ Հայոց ըմբոստ ոգին ու հայկական ամրոցների պատերի ամրությունը իրենց մասին հիշեցրել են Ղարաբաղյան ազատամարտի օրերին։ Պատմությունը մեզ ուսումնասիրելու անսպառ աղբյուրներ է տվել, որոնցից յուրաքանչյուրը իր ձևի մեջ յուրահատուկ է։ Այս աշխարհում ամեն ինչ կարելի է սովորել կամ սեփական սխալներով, կամ հետևելով անցյալի փորձին։ Կարծում եմ, երկրորդ տարբերակն ավելի նախընտրելի է։ Մանավանդ որ այն ամեն քայլափոխի մեզ ուղղակի մատուցում են պատմության մեծահոգի վկաները։ Մինչ նոր վկայություններ։